օգտակար դարձնել իմ ունեցած համեստ փորձառությունը։ Ամեն երկիր, ոնց որ ասացինք, ունի իր անվտանգության դոկտրինը, հայեցակարգը, մարտահրավերները, սպառնալիքները, հենց էլ անվտանգության մարմինները, որոնք որ զբաղվում են այդ սպառնալիքները չեզոքացնելով, պլանավորելով գործով, չէ՞, դրանք այդ երկրների հատուկ ծառայություն, բոլոր երկրները դա ունեն։ Ադրբեջանն էլ ունի, չէ՞։ Թուրքիան էլ ունի, չէ՞։ Հիմա Ադրբեջանի հատուկ ծառայություններում, արտաքին հետախուզության ծառայությունում, ազգային անվտանգության միայն Հայաստանով զբաղվող առանձին բաժին պիտի լինի, չէ՞, որտեղ իրանց գլխավոր անվտանգային սպառնալիքը Հայաստանն է, չէ՞։ Ամենամեծ ստորաբաժանումը Հայաստանն է։ Ասենք այնտեղ քո կարծիքով, օրինակ իմ կարծիքով առնվազն 25-30 աշխատող առնվազն կլինի։ Դրանք նորմալ մարդիկ են կրթություն ստացած գալստու։ Հիմա այդ տղամարդիկ առօտելում են, թերաշում են գալստու կաբինետում են գործի, որ ինչ անեն։ Աշխատեն, չէ՞։ Ինչն է իրանց աշխատանքը։ Հենց այդ ամեն ինչը վերլուծելը եւ զեկուցագրերով ղեկավարությանը ներկայացնել